Ձյան, բքի ու նույնիսկ մինչև 40 աստիճան սառնամանիքի պայմաններում է մարզվում Հայաստանի առաջատար դահուկորդը։ Աշոտքը նախ իր բնակլիմայական պայմաններով շատ բարենպաստ է հենց դահուկորդների մարզման համար, ինչպես տեսնում եք, ունենք լիքքծյուն։ Իտալիայից մի քանի օր առաջ է վերադարձել դահուկավազքի Հայաստանի բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը։ Մրցաշարում սկանդալի կենտրոնում էր հայտնվել հայ դահուկորդը մարզահագուստին Ադրբեջան գրությունը կպչուն ժապավենով փակելու համար։ Մարզահամարները տալիս են մրցումը սկսվելուց մոտ 2 ժամ շուտ։ Հայրս էր ստանում մարզաշապիկը, ստացավ ու դե վրան գրված էր Ադրբեջան։ Առանց երկմտելու փակեցի ու գնացի։ Արժանապատվության հարցեր, նշում է Միքայելը, իր երկրի զինանշանի կողքին չէր կարող լինել թշնամի պետության անունը։ Ինքնասիրությունս պիտի դնեի կողքի, որ Ադրբեջան գրվածքով դուրս գայի մրցելույթի էլ։ Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալությունը 5 տարվա պայմանագիր է կնքել դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի հետ։ Ըստ որի էլ միջազգային որոշ մրցաշարերում, որպես հովանավոր Ադրբեջան գրվածքը մարզիկները իրենց մարզահագուստներին պետք է կրեն։ Հայ դահուկորդը չէր կարող մարզաշապիկին կրել 44-օրյա պատերազմում իր ընկերներին սպանած պետության անունը։ Հենց տեղից էլ կերև է մեր ընկերները, մեր տղաները, թվով ամենաշատ զորը տոկոսային հարաբերությամբ հենց Աշոտքն է տվել։ Ինչը ես պետք է դա ամեն ինչը դնեի կողքի ու լավ զգայի։ 14 տղաներ զոհված պարգած են այդտեղ, որից 8-ը իմ աշակերտներս են եղել։ Ինչը ես կրայի Ադրբեջան գրած բառով ելույթ ունենայի։ Ինչ կսեին իմ ընկերներս, իրանց ծնողները, իմ հայրենակիցներս։ Անմեղ զոհերը, երեխեքը 44-օրյա պատերազմում զոհվածների պանթեոնի հարևանությամբ է Աշոտքի դահուկային կենտրոնը։ Տղաների շիրիմներին ծածանվող եռագույնների ներքո են մարզվում դահուկորդները։ Միքայելն ու հայրը միջազգային մրցավարներին ներկայացրել են գրվածքը ժապավենով փակելու պատճառը։ Հասկացել են իրենց, բայց Հայաստանի իշխանությունը հորդորում է սպորտն ու քաղաքականությունը չխառնել իրար։ Ժամանակակից աշխարհում ինչ տեսնում ենք, քաղաքականությունը հենց սպորտի մեջ է, մշակույթի մեջ է, արվեստի ու գիտության մեջ է։ Կարծում եմ, որ ինչքան էլ դեմ եղնենք, թե քաղաքականությունը սպորտից դուրս է, այդպես չէ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից նույնիսկ չեն էլ փորձել կապ հաստատել մարզիկի հետ ու լսել նրան։ Իմ դուրս չեկավ, սպորտը պետք է սպորտ լինի, կոպիտ, Ժաննան ընդհանրապես ինքը իրավունք չունի սպորտի անուն տալ, ինքը սպորտսմեն չի եղել, չի մարզվել, ինքը ինչ իրավունք ունի, այդպես կոպիտ, ինքը պետք է մինչև կոպիտ հարցադրումը անելը, ինքը պետք է մի հատ գոնե զանգեր մեզի հարցներ, ինչի՞ց պետք։ Դահուկավազքը մեր երկրում անուշադրության է մատնված, նախարարությունից դահուկներ ու անհրաժեշտ գույք մարզահագուստ չեն տրամադրում։ Մտածող նախարարությունում աշխատող մարդիկ չունենք, Աշոտքում նույնիսկ չկա մարզադպրոց, դիմել ենք նախարարություն, բան տեղ չեն դրել, դիմել ենք, որ դահուկային սպորտը 3 օլիմպիական վարկանիշ ունի, մենք 3 մասնակից ունենք օլիմպիական խաղերի, օգնեք գումարով, նախարարությունը բան տեղ չի դրել։ Մենք շատ բան չենք պահանջում, ավելի բան չենք պահանջում, պահանջում ենք ուղղակի այն գումարները, որոնք որ տրամադրվում են դահուկասպորտին, ուղղվեն ճիշտ ուղղությամբ։ Միքայելը նախապատրաստվում է արդեն 3-րդ անգամ Հայաստանը ներկայացնել ձմեռային օլիմպիական խաղերում։ Միքայելյանների ընտանիքը միակն է Հայաստանում, որի 4 անդամներն էլ օլիմպիական խաղերում եղել են դրոշակակիրներ։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։